Մենք արդեն 10 օր է աշխատում ենք հայ-իրանական սահմանին եւ ամենաառաջին բանը, ինչը կարող ենք արձանագրել ու ամփոփել, այն է, որ Իրանից Հայաստան անցնող մարդիկ, ընտանիքները կամ անհատ քաղաքացիները, որոնք սահմանը հատում են, չեն ցանկանում տեսախցիկների առջև խոսել ու զրուցել, պատճառաբանում են, որ եթե Երևան ու խոսեն, ապա գուցե հետագայում վերադառնալիս խնդիրներ կունենան եւ բոլորն ըստ էության այս վախն ունեն ու ոչ մի հարցի տեսախցիկի առջև չեն պատասխանում։ Սակայն արդեն անձնական զրույցներում առանց տեխնիկայի պատմում են, որ իրավիճակը Իրանում բավականին լուրջ է, բոլորը վախեցած են եւ անվտանգություն են որոնում։ Շատերը անվտանգություն փորձում են գտնել հենց Իրանի ներսում, ավելի հյուսիսային շրջաններ տեղափոխվելով, իսկ այն մարդիկ, որոնք հնարավորություն ունեն կամ ծանոթներ ու բարեկամներ, օրինակ Հայաստանում, փորձում են ցամաքային ճանապարհով սահմանը հատել։ Այդուհանդերձ կան նաև համարձակներ, որոնք չեն վախենում տեսախցիկի առջև խոսել, կամ էլ խնդրում են, որ կամ իրենց դեմքը փակվի, կամ անունը չհրապարակվի, չեն տալիս անունները։ Նրանք պատմում են, որ իրավիճակի ելքը իշխանության փոփոխությունն է կամ գոնե առնվազն ռեժիմի հռետորաբանության մեղմացումը, որ գոնե այդքան ռազմատենչ հայտարարություններ չհնչեն։ Շատ հարվածներ կան։ Պարսկական առածն ասում է, ով ուզում է ձմերուկ ուտել, պիտի դիմանա նաև դրա սառնությանը։ Սա հակազդեցություն է, իրականում պատասխան գործողություն։ Այնպես ինչպես մեր ժողովրդին սպանեցին այնտեղ, փողոցներում, հենց դա էլ պատճառ դարձավ, որ դե քաղաքականություն է, Ամերիկան սրանց դեմ է, Իսրայելը սրանց դեմ է, խնդիրներ կան, բայց ամեն դեպքում ամեն մարդ իր սրտի հացն է ուտում, այլևս ասելու ոչինչ չունեմ։ Իսկ լուծումն ինչպես եք պատկերացնում։ Ռեժիմի փոփոխություն, վերջ։ Կան նաև այլ տեսակետ ունեցողներ, որոնք Միացյալ Նահանգների կողմն են սլաքները թեքում, պնդելով, որ նրանք բանակցությունները խաթարեցին, այնինչ այդպիսի գործընթաց էր տեղի ունենում եւ այս ամենից կարելի էր խուսափել։ Ամերիկան ու Իսրայելը դավադրաբար հարձակվել են մեր երկրի վրա, հարվածել են դպրոցների, հիվանդանոցների, համալսարանների, շատ երիտասարդներ զոհվել են։ Իմ որդին զինվորական է, բժշկական ինժեներություն է սովորել, ծառայում է Թավրիզի զինվորական հիվանդանոցում։ Ինձ ասացին, որ Սեպահի հեղափոխության պահապանների հիվանդանոցը ռմբակոծել են, հետո Թավրիզի օդանավակայանը ամեն օր ռմբակոծում են։ Մենք ուզում ենք, որ միջազգային կազմակերպությունները ձեռք-ձեռքի տան, մենք բանակցության եւ զրույցի կողմնակից ենք։ Մենք ուզում ենք, որ խաղաղություն եւ բարեկամություն հաստատվի, վերջ։ Մենք պատերազմի եւ արյունահեղության կողմնակից չենք։ Ռազմական գործողությունների ամենաառաջին օրերին հենց սահմանին անցակետում իրանական կողմում խնդիրներ կային, մեզ պատմում էին, որ պատճառաբանում են, թե տեխնիկական հարցեր կան, ինտերնետի խափանումների պատճառով սահմանային անցման այդ համակարգը չի գործում, այսպիսի առնվազն 2 խափանում է գրանցվել, մեկը պաշտոնապես անգամ Հայաստանում Իրանի դեսպանը հաստատեց, հետո չնայած տեխնիկական խոչընդոտներին սահմանային անցումը դարձյալ բացվեց քաղաքացիների համար, սակայն հոսքն այդքան էլ մեծ չէր դեպի Հայաստան, մարդիկ տարբեր բացատրություններ էին բերում, նախորդին էլ մենք իրանահայ մեկ քաղաքացու հետ զրուցեցինք, նա էլ պատմեց, որ ամեն դեպքում մարդիկ առայժմ չեն ցանկանում Իրանը լքել եւ հավատում են, որ ի վերջո կստացվի ռեժիմի փոփոխության հասնել։ Շատ մասամբ ամենը բանին է սիրում թակավորի տղին։ Թակավորի տղին էլ դուսից իրանց ասերա, որ դեռ նստեք տոնը ոչինչ մի արեք, ժամանակին կասեմ երբ դուս կա, որտեղ պետք է վերջնականը ժողովուրդը նա որ պետք է գրավեն այնտեղից երբրոնեն։ Համադրությունները ոնց համար։ Ներվային են, վիճակը մենակ մարդկանց ներվային են, ասենք ոչ որ բանի համար իրար հետ կռվեն, տես բաներ պատահում է, որտեղ կռիվը ազդում է, ասենք։ Շարունակվող պատերազմի հետևանքները նաև հենց սահմանամերձ բնակավայրերում են զգում, Ագարակում, Մեղրիում, երկու երկրները տնտեսական շատ ծերտ
կապեր ունեն Իրանը Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերներից մեկն է, 2 շաբաթ է ռազմական գործողությունների մեկնարկից հետո այս շարժն է դժվարացել ու մարդիկ պատմում են, որ չեն կարողանում գնալ առևտուր անելու, պնդելով, որ եթե այս ամենը երկար շարունակվի, արդեն իրենց գրպանների վրա գուցե հետևանքները զգան։ Չեն աշխատում ոչ մի տեղ ապրելու միջոց դա էլի գնում գալիս են։ Հիմա ոնց հասկանում եմ, այս 2 շաբաթ արդեն այդ շարժը քիչ է։ Շատ քիչ է, հա, քիչ է։ Ինչ են պատմում, ինչի չեն գնում։ Թանկացել ասма։ Ապրանք թանկ է։ Հիմա այս 2 շաբաթը ինչ ընդեղ էս վիճակն է Իրանում։ Մարդիկ ձեր ընտանիքում կամ ծանոթները էլի գնում են առևտուր անել։ Չէ, չեն թողնում առևտուր։ Իսկ դուք անձամբ գնում եք։ Չէ, հազվագյուտ ես շատ նախկինում ավտոյով գնացել եմ, նախկինում շուտ։ Բայց հիմա չէ։ Ինչ որ մի տարբերություն զգում եք գների հետ կապված կամ։ Դե առայժմ հələ ոչ։ Առայժմ ոչ, բայց հետագայում չգիտեմ։ Շատ կտուժի, որովհետև քաղաք ագարակի բնակիչները ապրում են պղնձամոլիբդենային կոմբինատով եւ անցակետով։ Չնայած այդ խնդիրներին բեռնատարների շարժը կարծես այս ընթացքում ուղիղ սահմանափակվեց, մենք ամենօրյա ռեժիմով տեսնում էինք ինչպես են մեքենաները եւ Հայաստանից Իրան անցնում եւ Իրանից Հայաստան, սակայն թե ինչ ծավալի ապրանք է մտնում Հայաստան այս շրջանում, այս պահին դժվար է ասել, սա հետագայում արդեն փորձենք փաստերով ձեզ ներկայացնել։